Մարզահամերգային համալիրում հավաքվել էին մոտ 8000 պաշտոնյաներ, պետական ծառայողներ, առանց զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, լսելու համար Նիկոլ Փաշինյանի մենախոսությունը։ Միջոցառման անունը Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողով։ Հավանաբար ձեզ, հարգելի հայրենակիցներ, նման հավաքը ինչ-որ բան հիշեցնում է։ Երևի չեք սխալվի, որ սա շատ նման է խորհրդային կոմկուսների համագումարներին, երբ որևէ մեկը կարծիք արտահայտելու իրավունք չուներ եւ բոլորը հավաքվում էին Մոսկվայում գենսեկի հանրապետություններում առաջին քարտուղարի ելույթները լսելու համար։ Նա որպես կանոն այդ առաջին քարտուղարները կամ գենսեկները սահմանում էին առաջիկա ամիսների կամ տարիների համար կուսակցության միահեծան գիծը, այդ գիծը պիտի այդ պատվիրակները կուրորեն կյանքի կոչեին, ավելին նրանք գալիս էին, հետո իրենց կոլեկտիվներին էին հավաքում, կոլեկտիվներին էին տեղյակ պահում կուսակցության միակ ճշմարիտ գծի կամ գենսենկի հանճարեղ ելույթի մասին։ Այսպիսի տպավորություն էր 3 մարզահամերգային համալիրի հավաքից։